Այսօր պիտի Այգում վերականգնենք անցյալ անգամվա տասը, ասինք 5 հատ էսին միրերգա եւ էսիններու մասին խոսեցանք առակմը, հիմա նորեն վերականգնենք ով են էսինները։ Էսինները հին Սուրբ Գիրքի օրերեն, ինչպես Սուրբ Գիրքի մեջ գա Փարիս էսինները, Սամարացիները եւ այլն, էսիններն անանք ցեղախումբ մնեն Եվ գսվի, որ Հիսուս էսին էր, okay? Բայց իրենց մասին բացարձակ չեն խոսիր, որովհետև չեն ուզեր այդ դետայները մարդիկ գիտնան, չեն ուզեր, որ գիտնան Հիսուս էսիններն են։ Ուրեմն էսիններու մասին ինչ որ գա, լման չնչված է աշխարհի վրայեն, եւ եթե գիհիշեք Ալեքսանդրիո մեջ Եգիպտոս կրատարան մգար Եվ այդ կրատարանը չեմ հիշեր, չեմ գիտեր, որ մեկ թվականին լման այրած են։ Ինչու այրած են, որբեսի մենք այդ հին ժամանակվա գիտությունը չգիտնանք։ Okay? Ուրեմն էսիններու մասին մեկը դալ երբ գիտված է, սխալ չեմ Հարցում Էսին ESIN ոչ, հիմա գկրեմ չակին մեջը։ YouTube-ի վրա շատ գա էսիններու մասին, okay? Էսին կրեցեք եւ իրաց մասին շատ գել է։ Ուրեմն երբ կգիտվի էսիններու մասին 1960-ականին դերևս Հորտանանի մեջ գարձեմ հովիվ դղամը իր ոչխարներ արածելու ժամանակ սխալմամբ կարայր մգմտնե եւ չեմ գիտեր չեմ իշեր ինչ ցևով գտեսնե որ ահակին գուժեր կան գավե եւ գմոդենա գտեսնե որ մեջը մակաղատներ կան մակաղատը գիծակ ինչ է գաշի վրա կրված այո գաշի վրա կրված եւ այդ մակաղատները մեկ-մեկ կսկսին թարգմանել եւ հոնգե գտիկնան որ էսինները կորություն ունեցած են եւ այդ մակաղատներուն վրա շատ ուրիշ գիտություններ կան, որ ասենք թե 300 թվականին արդեն ոչնչացուցած են, որ մարդիկ չգիտնան, աս մակաղատներուն անունը Dead Sea Scrolls է։ Okay, եթե YouTube-ի վրա գուզեք տեսնել Dead Sea Scrolls, եւ ինչ որ գրքեր են թարգմանել եւ լավ վիճակի մեջ է ամենը YouTube-ի վրա գտնեք։ Ուրեմն, գալով էսինները գսեին, որ մարդու մգյանքի մեջ 5 դարբեր տեսակ հայելի կա։ Այսինքն, մենք մեր առօրյայի մեջը շատ բարականեր գլան, չէ, օրինակի համար պրոբլեմներ, հարցեր, անհամաձայնություններ, եւ եթե նստիկ եւ մտածեք մեմը, որ ինչ կբադահի գոր իմ կյանքիս մեջ Գիտնակ, որ ադիգա ծեր բաճարով է, օրինակի համար, պամը գբադահի կյանքիտ մեջ և ադիգա կեզի շատ գնեղացն է, okay? Գսպետի սկսես մտածել, որ ես աս բարակայան ինչու նեղացա, մեկը պամը երավ, ինչու նեղացա, գրնա ալալը, որ քու կյանքիտ մեջ, վերջին դարիներուն, որ ասենք թե գաբրիսկոր, Պամը եղած է, որ այդ բարական կեզի ադիգա գիհիշեցնե գոր, և ադորա մարդուն շատ գնեղանաս որ այդ բադահած եմ։ Ուրիշ օրինակ տամ, որ ավելի լավ ասկանք։ Ասենք թե մեկը անցմը ջամպան մեկումը հանդիպեցավ և իրեն հանդեպ սխալ պամը երավ, օրինակ նեղացուց, հայոյեց, վնասեց կամ մեկումը պամպասեց օրինակի համար։ Okay, եւ դուք ադոր համար շատ նեղվեցաք։ Հիմա բնականաբար գմտածեք, որ այո, ես նեղվեցա, որովհետեւ անարդարություն մի եղավ այդ անձին հանդեպ, օրինակ։ Բայց եթե քիչ ավելի լավ խորը մտածեք, կտեսնեք, որ ոչ, միայն անարդարությունը ասելով չէ, որ դուք նեղվեցաք, որովհետեւ
Ձեր կյանքի մեջը նույնպիսի բադահար մի եղած է եւ անգե արդեն դուք շատ աստված եք եւ այդ բադահածը չի լուծեցիք դուք ձեր մեջը ադորը մարեք որ ուրիշ մեկում հետ գնագոր գնեղանակոր okay մինչեւ որ դուք այդ հարցը դուք ձեր մեջը չի լուծեք այսինքն ասենք թե թիմացի անցին չի ներեք կամ հետը չխոսիկ պայման չէ հետը այսինքն ներումը կամ նույնիսկ եթե մեկում ներողություն պիտի խնդրես պայման չէ որ իրեն արժև երթաս եւ դու հարացի օրեն ներողություն խնդրես okay գնաք դուք ձեր մեջը ընել այդ մեկը եւ նույն արդյունքը գուտա okay հիմա քիչ շեղեցանք նյութեն բայց կարևոր է ասենք թե օրին մեկը դուք մեկում հանդեպ սխալ բան ըրացեք okay դերևս մեր եսը դակավին չի ներել որ մենք յետենք այդ անցին ասենք որ նայր ես օրմը ասանք բան ըրի սխալ բան ըրի քեզի հանդեպ ներողություն խնդրի մաքրես մեն okay դերևս մենք չենք կնանել կամ դերևս այդ անձը հիմա մահացած է եւ մենք չենք կնա իր ներողություն խնդրել okay բնավ հարց չի գա դուք ձեր մտքի մեջը երբ որ այդ անձը տեսնեք եւ ուզեք օրինակի համար իրեն higher self-ին հետ խոսել կամ նույնիսկ եթե ալիգաբություն եք իբր ինքը անձ ձեր արջևը բերեք եւ այդ ներողությունը խնդրեք արդեն ձեր ներողությունը հասած կլա կամ հաշվի որ այդ անձեն դուք նեղացած եք նորեն ձեր արջևը կբերեք ձեր մտքի մեջը եւ հետը խոսակցություն ունենաք ձեր մտքի